Բարև ձեզ սիրելիներ։ Այսօր մենք մոտենում ենք Ելից գրքի ավարտին։ 38 եւ 39 գլուխներին։ Այսօր պետք է տեսնենք, թե ինչպես պատրաստվեց այն ամենը, ինչ տեսանելի է ժողովրդի աչքին։ Խորանի բակը եւ քահանական գեղեցիկ հագուստները։ Ինչպես միշտ մենք ամեն ինչի մեջ փնտրում ենք Տեր Հիսուս Քրիստոսին։ 38 գլխում պատրաստվում է խորանի դրսի մասը։ Այստեղ էր գտնվում պղնձե զոհասեղանը, որտեղ մատուցվում էին զոհերը եւ գավիթը, այն ցանկապատված տարածքը, որը բաժանում էր սրբարանը աշխարհից։ Որտեղ է այստեղ Հիսուսը։ Հիսուսը այն միակ դուռն է, որը մենք կարող ենք մտնել Աստծո մոտ։ Ինչպես ոչ ոք չէր կարող մոտենալ տաճար առանց զոհասեղանի մոտով անցնելու, այնպես էլ մենք չենք կարող մոտենալ Հորը, եթե չենք հավատում Հիսուսի զոհաբերությանը։ Ինչպես Հովհաննեսի 14:6-ն ասում է Հիսուսը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը Հոր մոտ չի գա, եթե ոչ ինձանով»։ Նա է մեր միակ ճանապարհը։ 39 գլխում պատրաստվում է Ահարոնի եւ նրա որդիների հագուստները։ Դրանք շատ գեղեցիկ էին պատրաստվում։ Ոսկուց, կապույտ ծիրանի եւ կարմիր թելերից, հատկապես կարևոր էր լանջապանակը, որի վրա 12 թանկարժեք քարեր էին, Իսրայելի 12 ցեղերի անուններով։ Ինչ է սա նշանակում մեզ համար։ Սա մեզ հիշեցնում է, որ Հիսուսը մեր մեծ քահանապետն է։ Ինչպես Ահարոնն էր կրում ժողովրդի անունները իր սրտի վրա, այնպես էլ Հիսուսն այսօր երկնքում կրում է քո անունը եւ իմ անունը իր սրտի մեջ։ Նա երբեք քեզ չի մոռանում եւ միշտ բարեխոսում է քեզ համար Հոր առաջ։ Ճիշտ այնպես, ինչպես Տերը հրամայել էր այս երկու գլուխներում, անընդհատ կրկնվում է մի նախադասությունը. արեցին ճիշտ այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, Մովսեսը տեսավ աշխատանքը եւ օրհնեց նրանց։ Աստված սիրում է հնազանդությունը։ Երբ մենք մեր կյանքը կառուցում ենք Աստծո խոսքի համաձայն, նրա օրհնությունը չի ուշանում։ Հիսուսը կատարյալ հնազանդության օրինակն է, ով արեց Հոր կամքը մինչև վերջ, որպեսզի մենք օրհնվենք։ Այսօրվա դասից մեր սովորելիքը Հիսուսը մեր զոհն է եւ մեր միակ դուռը դեպի Աստված։ Մենք միշտ Հիսուսի սրտում ենք եւ նրա հոգատարության տակ։ Հնազանդությունը Աստծո խոսքին բերում է մեծ օրհնություն։ Եվ եկեք ավարտենք աղոթքով. Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ինձ համար բացեցիր ճանապարհը դեպի Հայրը։ Շնորհակալ եմ, որ իմ անունը կրում ես քո սրտի մեջ։ Օգնիր ինձ այսօր լինել հնազանդ քո խոսքին եւ քայլել այն լույսի մեջ, որ դու ես տալիս։ Ամեն։ Սիրելիներ, եթե ունես քո կարծիքը, կարող ես մեկնաբանությունների մեջ գրես, Աստված օրհնի քեզ եւ քո տունը։ Կհանդիպենք վաղը։